Դու լավ տղա ես։ Լավ տղեն դու չես։ Երևանյան խնդիրների մասին պարբերաբար է հազանգող ակտիվիստ Արթուր Չախոյանին Նոր Նորքի թաղապետարանում այսօր առավոտյան սկսել են ծեծել այս հանդիմանությունից հետո։ Ենթադրաբար հենց թաղապետարանի աշխատակիցներն են բարկանում Չախոյանի վրա, ապա նրանցից մեկը մեջքից հարվածում ու սկսվում է մի ծեծ, որին միանում է ու ըստ կադրերի կրքով մասնակցում Նոր Նորքի վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն անձամբ։ Երբ դեպքի վայր, այսինքն պետական շենք հասանք, այդտեղ շարունակվում էր մի հանրային քննարկում, որին ցանկացել էր մասնակցել նաև Արթուր Չախոյանը։ Նա մասիվի բնակիչ է եւ իր Բաքում կառուցվելիք բազմահարկի դեմ բազմից է հազանգել։ Նրան ծեծելուց ու մուտքն արգելելուց հետո քննարկումը անվրդով շարունակում էր ծեծողներից թաղապետը։ Հանրային քննարկման եմ, կվերջացնեմ, կպատասխանեմ հանրային քննարկման։ Այս ընթացքում ոստիկանությունը բերման ենթարկեց Արթուր Չախոյանին։ Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքի մոտ շտապ օգնության մեքենան էր։ Ակտիվիստը բաժնից տեղափոխվեց բուժ հաստատություն, դեմքին վնասվածքներ էին, դժվարությամբ էր քայլում, հասցրեց տեղեկացնել, որ ձերբակալված է։ Խուլիգաներ են, ոստիկանությունն են գնում, գլուխս պատտվում է, հարցակվել են, սրանք խուլիգանի թալանչի պիղծ իշխանությունը, թաղապետի գլխավորությամբ։ Գլուխս արնա զեղում է տեղի ունեցել։ Հիմա ձերբակալված կա։ Այո, ոտս մի փոքր ցավում է, դրա համար հասկացա։ Ժողովուրդ ճանապարհ դուրս են գալիս։ Մինչ ծեծված ակտիվիստին տեղափոխում էին հիվանդանոց, թաղապետարանում հանրային քննարկումն ավարտվեց։ Թաղապետը, ինչպես նրա թիմակիցներն ասացին, գնաց սնվելու։ Նրա ձերբակալության մասին որևէ խոսք չկար։ Ոստիկանությունից տեղեկացանք, թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով 6 անձ ձերբակալվել է։ Նրանց թվում չէ վարչական ղեկավարը։ Տիգրան Տեր-Մարգարյանը նաև հրաժարականի միտք չունի, հասկացանք թիմակցին աջակցելու համար թաղապետարան հասած Անի Խաչատրյանի խոսքից։ Նա Երևանի ավականու Հանրապետություն խմբակցության ղեկավարն է։ Հրաժարականի հարց քննարկվել է, թե ոչ մենք դա։ Իհարկե ոչ։ Ժողովուրդ, իհարկե ոչ, մենք Հանրապետություն կուսակցությունն ենք։ Ու միշտ դուխով ենք տեղեկացրեց ավականու անդամը, նա ի դեպ ծեծից հետո թաղապետարանում էր, պնդում էր, որ այսպիսով պաշտպանում են երկիրը սադրողներից։ Ինչն է սադրանք համարում Հանրապետություն կուսակցության անդամը, ավականիում իշխող ուժի գործընկերը։ Նայեք ՔՊ-ի մանկապարտեզը սարքած մանկապարտեզի ճաչեն է։ Օրեր առաջ ավականուն դիմադիրներից Մեսրոպ Մանուկյանն ու ակտիվիստ Չախոյանը Նոր Նորքի 105-րդ մանկապարտեզից կադրեր էին տարածել։ Դրանցում նրանք առանց մեծ ջանքի պոկում էին ասֆալտը, պատիներկը, նույնիսկ քարերը։ Այսինքն ձեր գլխին պետք է տա։ Որ հասկանաք։ Պնդում էին Լիլիանարմ ընկերությունը, որ իշխանական մի դեմքի է պատկանում, անորակ մանկապարտեզ է կառուցել, եւ սա այդ ընկերության հերթական վատ շինարարությունն է։ Այս տեսանյութին հետևել էր Նոր Նորքի թաղապետի հեռախոսազանգը, սպառնալիքներով, հայհոյանքներով ի պատասխան նաև Չախոյանն է հայհոյում։ Չախոյան, այդ որ նյութ է կանում թաղապետին մատնանշում եք, վրեն, կողմ Մեսրոպի, լսի Երեք Չախոյանն ու Մանուկյանն ուղևորվել էին թաղապետարան վարչական ղեկավարին, այսպես ասենք, տեսնելու։ Նա տեղում չէր եւ ընդդիմադիրները որոշեցին հայհոյանքին պատասխանել դիդակտիկ նյութերով։ Յոգուրտը թափում ես նկարի գլխին, դա քաղաքական ակցիա է։ Իմ կողմից ես կոնկրետ պատասխանեցի, ես քաղաքական ակցիա եմ կատարել ու այդ անելու ժամանակ էլ ասել եմ, ես կատարում եմ քաղաքական ակցիա արել եմ ուղիղ թաղապետի լեքսիկոնին համարժեք։ Հետոն արդեն այսօրվա ծեծներ Երևանի ավականում Մայր Հայաստան խմբակցության անդամ Մանուկյանը կարծում է, իշխող թիմը քաղաքացիական պայմանագիրն ու հանրապետությունը կոռուպցիոն գործարքներից հանրության ուշադրությունը շեղելու համար են հրահրում այս միջադեպերը։ Ես նորից եմ կրկնում, տրորել եմ կոռուպցիան։ Կոռուպցիայի պոչը տրորել եմ ու ես ամբողջը եղել է։ Ի դեպ թաղապետը 3 կերպ իր հայհոյանքներով լի ձայնագրությունը հրապարակվեց, ասաց, որ լավ է արել։ Այսօր Չախոյանին խմբով ծեծելուց հետո էլ է ասել լավ է արել։ Ինձ զարմացրել է միշտ, ես տենց էլ չեմ կարողանում հասկանամ, դա որտեղից է ծագում եւ ինչից է գալիս։ Փոքր տղաներին հայհոյանք սովորացնելու մշակույթը։
Հայաստանի վարչապետը նախորդ շաբաթվա կառավարության նիստում ապշած էր հայհոյանքը որտեղից է ծագում, իսկ համայնքային պաշտոնյայի հայհոյանքն ու ծեծն առայժմ բուռն քննարկման ենթակա է միայն համացանցում։ Վարչական ղեկավարը ձերբակալված չէ, հրաժարականի միտք չունի, հակառակը թիմակիցները նրան միայն ոգևորում են։ Հանրապետություն կուսակցությունն իր պաշտոնական էջում հրապարակել է թաղապետի հայհոյել եմ, լավ եմ արել վերնագրով մեկնաբանությունը։ Երևանի քաղաքապետն էլ 3 հայհոյանքների վերաբերյալ հարցինի պատասխան ասաց մարդ են։ Երբ որ արդեն անցնում են անձերի բարոյականությանը, վիրավորանքներին, կներեք, բոլորն էլ մարդ են, բոլորն էլ կարող է ինչ-որ արդեն նյարդերը տեղի տան ու մի բան էլ մյուս կողմը ասի, մի բան էլ ավել ասի։ Քիչ առաջ հայտարարություն է տարածել Երևանի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Դատապարտում են երեկվա ու այսօրվա միջադեպերը, տարակուսում, որ իրավապահները 3 թաղապետարանում տեղի ունեցածին որևէ գնահատական չեն տվել։ Իշխող թիմն այսօրվա ծեծը հենց դրա հետևանքն է համարում։ Այսօրվա դեպքի առթիվ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով։ Ծեծված Արթուր Չախոյանը հիվանդանոցում է։ Նրա փաստաբանը օրվա ավարտին տեղեկացրեց, որ նա ազատ է արձակվել ձերբակալումից։ Փաստաբան Եփրիկյանն ակնկալում է, որ քննչական կոմիտեն խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն կիրականացնի։ Հետամուտ են լինելու նաև, որ թաղապետը քրեական պատասխանատվության ենթարկվի։